Մենք վերադարձանք տաղավար, ևս մեկ անգամ շնորհակալություն Անուշին, իրականում շատ համեղ աղցան էր ստացվել, բայց հիմա սիրելիներս պետք է խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին, հատկապես որ դրա առիթը ունենք միշտ խոսելու, բայց բացի միշտից հունվարի 8-ին ևս հրաշալի առիթ է եղել այդ ամենի մասին խոսելու, խոսվել է, բայց մենք շարունակելու ենք ևս այսօր էլ խոսել։ Փակագծեր ավելի բաց են, որովհետև հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես ոսկրածուծի դոնորների օր։ Եվ սա շատ կարևոր օր է կարծում եմ բոլորիս համար, իսկ հիմա էլ ունենք հրաշալի առիթ ավելի մանրամասն խոսելու, թե նաև անդրադառնալու օրվա պատմությանը եւ իհարկե այս ամենի կարևորությանը։ Մեր տաղավարում է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը։ Բարի լույս, պարոն Ավագյան։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում հերթական անգամ եւ շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Պատիվն ամբողջապես իմն է։ Շատ Մենք հեռուստադիտողներին պատմենք, որ եթերից առաջ զրուցում էինք այն մասին, որ միջազգային ոսկրածուծի այս ռեեստրը նշվում է սեպտեմբերին օրը որպես, բայց մեզ մոտ օրը հունվարի 8-ն է եւ պատմության էջերով հետ էինք գնացել մինչեւ 1999 թվական։ Ինչու հենց այս օրը դարձավ որպես հայաստանյան ռեեստրի եւ դոնորների օր ոսկրածուծի։ Ես կարող եմ մի փոքր էլ ավելի առաջ անցնել եւ պատմական ակնարկը սկսել 98 թվականից, երբ որ մենք մի հայտ ստացանք Միացյալ Նահանգներից խնդրանքով գտնել դոնոր մի 4 տարեկան աղջնակի համար։ Այն ժամանակ ես ինքս նախարարությունում էի աշխատում եւ խորը պատկերացում չունեի թե ինչ է նշանակում ոսկրածուծի դոնորներ, փոխպատվաստում, որովհետեւ արյան դոնորության հետ էր հիմնականում մեր աշխատանքը եւ շփումները եւ սկսեցիք փնտրտուկը գտնելու մասնագետներ եւ ահա հիմնականում այդ ժամանակ մենք թակում ենք Սփյուռքի դուռը եւ Անգլիայում հայտնաբերեցինք մի հայուհու, որի ազգանունը հայկական չէ, դոկտոր Ֆրիդա Ջորդանը, որը Անթոնի Նոլան առաջի ռեեստրի անտիգենների որոշման լաբորատորիայի պատասխանատուն էր։ Նա եկավ Հայաստան եւ մենք սկսեցինք աշխատանքները, ես ինքս մեկնեցի Անգլիա, որպեսզի ծանոթանամ խնդրահարարկային, դա որոշ ժամանակ տևեց, այնտեղ իրավական հարցեր եւ 99 թվականին էր, որ մենք հասցրեցինք, այսինքն 27 տարի է ինչ մենք գործում ենք, պետականորեն հիմնել արդարադատության նախարարության համապատասխան որոշմամբ մեր հիմնադրամը ոսկրածուծի դոնորների ռեեստրը եւ ամսի 8-ին առաջի դոնորագրումը իրականացրեցինք։ Սա դրանով է որ խորհրդանշական է եւ անշուշտ տարբերվում է միջազգային դոնորների ռեեստրից, բայց դա ուրիշ պատմություն է։ Մենք ինքներս հանդիսանում ենք մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաեւ ոսկրածուծի դոնորների համաշխարհային ռեեստրի լիիրավ անդամ, հանդիսանում ենք EFI, այդպես կոչվող Եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի լիիրավ անդամ եւ եթե չեմ սխալվում, մենք միակ լաբորատորիան ենք Հայաստանում, որ ունենք իրենց լիցենզավորումը, ակրեդիտացիան, որը մեզ համար շատ մեծ պատիվ է, եւ այդ ճանապարհը, որ անցել ենք այս 27 տարիների ընթացքում, ես անընդհատ 27-ը որ կրկնում եմ, շաքաղում եմ, որովհետեւ դա իր մեջ ամփոփում է բավականին ինչ-որ տեղ փշոտ եւ տատասկոտ ճանապարհ։ Բայց 27 տարիների մասին կարծում եմ այսպես ուղղակի թիվը չասենք ու անցնենք, որովհետեւ ահռելի մեծ աշխատանքներ են արվել։ Գոնե մի մասը փորձենք ներկայացնել այսօր առիթից օգտվելով մեր աշխատողներին։ Հիրավի, որովհետեւ ասեմ, որ ամեն մի նոր բան, ինչպես ամենուր, այդպես էլ նաեւ Հայաստանում այդ թվերին, եթե ոչ սվինների վրա էր ընդունվում, ապա գոնե անհանգստություն էր պատճառում։ Եվ հետաքրքիրն այն է, որ հենց արյունաբանների շրջանակում էր այդ անհանգստությունը, որտեղ մի նորույթ էր եւ իմաստը կայանում էր նրանում, որ եթե առաջ արյան հիվանդություններով, մասնավորապես արյան քաղցկեղով հիվանդները քիմիոթերապիայով էին բուժվում Հայաստանում, այստեղ ասպարեզ եկավ մի նոր մեթոդ, որը արևմուտքում վաղուց կիրառվում էր, դա ծովնային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստումն է, այսինքն նորից հույսի ու լույսի մի ճանապարհ բացվեց։ Եթե քիմիոթերապիան մոտ 60-70% դեպքերում է որ աշխատում էր, մնացած պարագաներում հիվանդները մահանում էին։ Այստեղ մի նոր
լույս եւ հույս առավոտ լուսո համահունչ է ձեր ծրագրին, այնպես որ այդքան տխուր չէ նյութը, դա պայծառության մասին է խոսքը։ Իհարկե, Դա հույսի մասին է խոսքը եւ մեր աշխատանքի արդյունքը դա մայրիկների կամ այդ երեխաների աչքերի տեսնելն է, որոնք ապակինվել են եւ վերադառնում են նորմալ կյանքի։ Իհարկե դուք նշում եք 27 տարի եւ դա միայն թիվ է ու բնականաբար ամփոփելով այդ տարիների աշխատանքը թվային են տվյալները, թե քանի մարդու այդ հույսն ու լույսը այցելել է եւ պետք է այդ մեկ մարդու թիկունքում հասկանալ մի ողջ ընտանիքի պատմություն, որ կարողացել է փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպիսին են պատմությունները եղել։ Տեսեք, մենք 35,000 դոնոր ունենք։ Մեր հիմնական աղբյուրը դոնորների հավաքագրման Հայաստանն էր անշուշտ, Ղարաբաղն էր անշուշտ եւ մեր Սփյուռքի ներկայացուցիչները 3 հենասյուներ ունենք, այսպես ասած, մոտ 40 երկրում մենք ունենք մեր ներկայացությունները եւ բոլոր համայնքների հետ աշխատանք է տարվում մեր տեսակետից։ Օգտագործում են բոլոր հնարավոր խողովակները եւ միջոցները։ Լինի դա եկեղեցի, լինի դիվանագիտական ճանապարհը, լինի մշակութային խողովակները, այսինքն եթե մենք այցելում ենք որևէ գիտաժողովի որևէ մի երկիր, անմիջապես կապվում ենք մեր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ մեր շահառուները հայաստանցիները չեն, Հայաստանի երեխաները չեն։ Դրանք աշխարհասփյուռ հայերն են առաջի հերթին, 10 միլիոն, եթե ոչ ավելի, որ պատճառներից մեկն այն է, որ եւ ինչու կոչվեց հայկական ռեեստրը, որտեղ աշխարհում գործող մոտ 100 ռեեստրներ կան, դրանք ազգային ռեեստրներ չեն։ Խնդիրն այն է, որ մենք գենետիկորեն բավականին յուրահատուկ ենք եւ հավանականությունը, որ հայը հային կարող է օգնել, շատ ավելի բարձր է, մեծ է, քան թե որևէ այլ էթնիկ խմբից, ինչ որ մեկին։ Ես միտեղ ինչ որ ուղղակի առիթ չեմ ուզում էլի բաց թողնել, ուզում եմ ճշտել։ Միտեղ ինչ որ մի անգամ կարդացել եմ, որ ոչ բոլորը կարող են հայային տալ, բայց հայերը կարող են ամբողջ այլ ազգերի ներկայացուցիչներին տալ։ Արդյոք դա ուղղակի միֆ է, նորից մեր հայը տեսեք, դրա մի մասը որ ճշմարտության հետ աղերս ունի։ Բանն այն է, որ մենք հայերս միջերկրածովյան երկիր ենք եւ մենք կիսում ենք մեր գեները դարերի ընթացքում նաեւ միջերկրածովյան երկրների հետ հույներ, իտալացիներ, հրեաներ, եթովպիացիներ, ինչեւ որտեղ որ մեր առևտուրը գնացել է, կապ ենք ունեցել, այնտեղ մեր գենետիկ հետքը թողել ենք։ Միջև անգամ Չինաստան։ Եկեք չմոռանանք Մետաքսի ճանապարհը։ Եվ այդ տեսակետից մենք կարելի է ասել ունիվերսալ ենք, որ հնարավորություն ունենք տալու։ Անշուշտ ունենք նաև ստանալու, բայց միևնույն է հավանականությունը, որ կարող է հայ երեխան կամ անձը փրկվել, շատ ավելի հավանական է, երբ դոնորը հայկական ծագում ունի։ Այնպես որ ձեր ինֆորմացիան, որը չգիտեմ որտեղից եք վերցրել, բայց իր մեջ իր պարունակում է ճշմարտության բավականին լուրջ տոկոս։ Մենք տալիս ենք, առաջի անգամ ես հիշում եմ իտալացի մի փոքրիկ աղջնակի փրկեցինք, իդեպ մեր փոխպատասխանների թիմը 44-ի է հասնում, եւ Իտալիայի դեսպանը այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Մարկո Կլեմենտեն էր ասել, լսեք, դուք գենետիկորեն Եվրոպայի մաս եք ասում, եթե իտալացիների հետ համընկնում եք գենետիկորեն։ Մեզ մնում է միայն դիվանագիտորեն դա ապացուցել, հիմա կարծես այդ գործընթացը առաջ է գնում։ Գալով կրկին դոնորներին, եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին այս առիթն էլ օգտագործելով փորձենք բացատրել, թե ինչպես կարող են մարդիկ դառնալ դոնոր եւ ինչպես կարող են դիմել, եթե Աստված միարասցե, բայց կա նմանատիպ խնդիր եւ անհրաժեշտ է փոխպատվաստում։ Շնորհակալ եմ հարցի համար, դա մեր կարևոր խնդրու առարկաներից մեկն է, որի լուծումը այս հաղորդաշարի միջոցով էլ հուսամ եմ ելք գտնի։ Ունենք 35,000 դոնորներ, ինչպես ասացի, բայց դոնորների շատ լինելը հրամայական է։ Որքան շատ լինեն դոնորներ, այնքան հավանականությունը համընկումների մեծ կլինի, այնքան ավելի շատ երեխաներ կամ մեծահասակներ կփրկվեն։ Դոնոր լինելու համար, դառնալու համար անձը պետք է իրեն առողջ համարի, լինի 18-ից մինչև 50 տարեկան, եւ բժշկագիտությունը մեծ քայլերով է զարգանում այս ասպարեզում, եթե առաջ մենք վերցնում ենք 3 գրամ արյուն երակից, այսօր դոնոր դառնալու համար ընդամենը կարող եմ թուք հանձնել, բերանի լորձաթաղանթից մի փոքրիկ թուք
նմուշ ենք վերցնում, դա բավական է եղած սպիտակուցների քանակով, որպեսզի մենք որոշենք հեմոպոետիկ հակամարմինները, հաշելաները, այդ ինֆորմացիան մտնում է կոմպյուտերի մեջ եւ ուրեմն աշխարհի որևէ մի ծայրում, եթե կա հիվանդ, հայ եւ ոչ հայ, ուրեմն հատուկ խողովակներով գալիս հասնում է մեզ այդ ինֆորմացիան, կոդավորված է այդ ամեն ինչը, գիտեք, անհատական անձի պես գաղտնիությունը պահպանելով եւ այլն դոնորը չպիտի ճանաչի իր հիվանդին եւ հակառակը, գալիս է եւ կոմպյուտերը հանգարց տալիս է, որ տեսեք եղել է համընկում։ Այդ ժամանակ մենք մեր դոնորին հրավիրում ենք մեկ անգամ եւս, ընդ որում իրավական տեսակետից դոնորները որևէ պատասխանատվություն չեն կրում։ Այս բարոյական խնդիր է։ Բարեգործական է հարցը, կամավոր է հարցը, որովհետեւ ճնշում պարտադրանք չկա, որտեվ միայն թուք տալը չէ, դա առաջի քայլն է ընդհանրապես։ Այդուհետ մենք մաքրում ենք դոնորին, այսինքն դոնորը արյամբ փոխանցվող որևէ հիվանդությամբ չպիտի որ տառապի։ 18 տարեկանում եթե վերցրել ենք, հնարավոր է որ համընկումը եղել է 50 տարեկանում կամ 40, այդ ընթացքում չէր բացառվում, որ նա կարող էր տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ ունենալ։ Մեր ամենակարևոր պայմանը երկուսն է։ Առաջինը, որ դոնորը չպիտի վարակի արդեն հիվանդ կասկեղով հիվանդին, եւ երկրորդը դա իր առողջության հաշվին չպետք է լինի։ Այսինքն դոնորները այդ ընթացքում իրենք կարող են հիվանդանալ եւ եթե մենք քննում ենք, իսկ դա բավականին լուրջ քննություն է, որտեղ մենք մեր վրա չենք ուզում վերցնել դոնորի առողջությունը խաթարող որևէ պատասխանատվություն, ամբողջ աշխարհում մոտ 30,000 փոխպատվաստում է իրականացվում եւ պատկերացրեք, եթե դոնորներին վտանգ սպառնար, ինչ ընդհանրապես ծրագրերը գոյություն չեն կարող ունենալ եւ մենք կհայտնվենք ճաղերի հետևում։ Բայց հիմնադրամում ոչ միայն Հայաստանից են յուրախություն մեզ դիմողները եւ դոնորներ դարձողները, այլ շատ այլ երկրներից էլ։ Իրանից ունեք երկրներից միայն հայկական ծագում ունեցող։ Միայն հայկական ծագում ունեցող։ Դա պարտադիր պայման է։ Մեր ռեեստրը հայկական ռեեստրը եւ մենք միայն մեր շեշտը դնում ենք հայկական գենի վրա։ Բայց կարևորը կարողանում ենք նաև շեշտ դնելով հայկական, բայց օգնում ենք ոչ միայն հայերին։ Այո, դա բանը մեր քրիստոնեական ցակման մի ապացույցներից մեկն է, կարելի է այդպես ասել։ Իրականում պիտի ասենք նաև շնորհակալություն ոչ միայն այս 27 տարիների կատարած աշխատանքի եւ փրկված կյանքերի համար, այլ նաև այն արշավների տեղեկատվական, որ յուրաքանչյուր օր ու ժամ իրականացնում է ձեր թիմը, որպեսզի մարդիկ լինեն ել ավելի տեղեկացված եւ թե հարցազրույցները, թե տարատեսակ միջոցառումները, հրապարակումները միտված են հենց դրան, որ ավելի շատ մարդիկ իմանան, որ այո, այսօր բժշկության եւ գիտության միաձուլման շնորհիվ հնարավոր է փրկել կյանքեր ոչ միայն արդեն ծանոթ տարբերակներով, այլ նաև փոխպատվաստման շնորհիվ։ Ինչպես կարող են մարդիկ դիմել ձեզ։ Մենք երկու տարբերակ ենք օգտագործում, նախահարցակ լինելով կապում ենք, ասենք, թե որևէ, եթե կազմակերպված կառույցներ են, կարող եմ օրինակ վերել Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիան, երբ որ իրենց հետ զրուցում ենք, պայմանավորվում ենք եւ կուրսանտների նոր խումբ է տեղնում, ընդ որում այս համագործակցությունը արդեն 2 տասնյակ տարիների մասին է խոսքը, դրանք հրավիրում են մեզ այնտեղ, ավելի հեշտացնում ենք, ասենք, 100 հոգին չեն գալիս մեզ մոտ ռեեստր, Արյունաբանության ինստիտուտում ենք տեղակայվածում ենք, վարձակալում ենք մի հատված, եւ մեր մասնագետները, ընդ որում մեր մասնագետները բավականին լուրջ կրթված են, ոչ միայն ցողունային բջիջների հավաքագրման հարցում, այլ նաև հանդիսանում են Եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի ինսպեկտորներ, այսինքն նրանք ունեն լիցենզիա եւ գնում են ստուգում են ուրիշ ռեեստրների աշխատանքը։ Այսինքն ես նման ուրիշ օրինակ չեմ պատկերացնում, որ գոյություն ունի Հայաստանում, բայց դա մի ավելորդ անգամ ապացուցում է, թե ինչպիսի լուրջ հաջողությունների են հասել այդ ստուգում, որ նրանք վստահում են մեզ ստուգել իրենց։ Ընդ որում այս process-ը փոխադարձ է, նրանց ներկայացուցիչներն էլ գալիս են ստուգում են մեզ։ Դրա համար է որ մեր հավաստագրերի գինը բավականին բարձր է։ Մենք քննություն ենք հանձնում ամեն 3 տարին մեկ այդ տեսակետից, ուրեմն մի ճանապարհը դա է։ Շատ կուզենայի որպեսզի կրթական հաստատություններ ընդգրկվեին, երբ որ ժամանակին հենց այդպես էլ կար, հիմա կարծես
փորձում ենք վերագտնել կամ վերականգնել են արժեքները, որ կային, այսինքն մենք չպետք է միայն ուզենք, մենք պետք է տանք նաև վերջը։ Եվ պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ այս խնդրը բոլորի խնդիրն է։ Որևէ մեկը ապահովագրված չէ, որ մի օր այս խնդիրը չի թակի իր դուռը։ Դրա համար մենք բոլորից պետք է պատրաստ լինենք այդ տեսակետից հաշվի առեք, որ օնկոլոգիական հիվանդությունները շատանում են, բաց հանքարդյունաբերությունը նպաստում է դրան, էկոլոգիան, սնունդը, մի խոսքով այդ բոլոր հանգամանքները Հայաստանը բերել հասցրել են ուռուցքային հիվանդությունների տեսակետից բավականին բարձր ցավոք բարձր դիրքերի, այդ թվում նաև վարյան քաղցկեղին։ Իսկ դա նշանակում է, որ քանի պատճառը անհայտ է, բոլոր իմ նշված բաները նպաստող հանգամանքներ են, ապա գոնե մենք պիտի դիմակայենք դրան եւ պատրաստ լինենք։ Ճապոնացիները հսկայական քանակությամբ օրինակ իրենց ատոմակայանների պատյուններից եւ ատոմային պատերազմ տեսնելուց հետո մեծ ուշադրություն են դարձնում այս հանգամանքին եւ համատարած դոնորագրում է գնում բնակչության մեջ։ Այնպես որ շատ գերադասելի կլներ, որ թե կրթական օջախները, թե կոլեկտիվները, ովքեր որ պատրաստ են անվարձահատույց ինչ-որ մեկի կյանքը փրկել, իսկ դա բոլորին չէ, որ հաջողվում է։ Նկատի ունեմ, եթե բժիշկ ես, այո, մասնագիտության բերումով դա նորմալ է, բայց եթե դու սովորական մահկանացու ես եւ մեկն ես, որը կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկել, դրանից ավելի հրաշքնակ չկա։ Առավել եւս, եթե ինչ-որ մեկն էլ կարող է վաղը չեմ ասորը քեզ պետք գալ այդ տեսակետից։ Թող դոնորները շատ լինեն, բայց նրանց օգնության կարիքը չլինի, որպեսզի բոլորը լինեն առողջ։ Հուսանք, որ այդպիսի ժամանակներ էլ կգան։ Մի քիչ երազենք։ Հատկապես որ այսօր 5 տոմորով նոր տարի է։ Շատ շնորհակալություն ձեզ պարոն Ավագյան, որ մեզ առավոտը սկսեցիք մեզ հետ եւ հյուրընկալվեցիք մեզ ու կարևոր թեմաների անդրադարձանք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք պետք է շտապենք ուղակի, որովհետեւ փոքրիկ երաժշտական դադարից հետո արդեն պետք է երաժշտենք մեր մերսելի երաժշտատողներին։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։ Երաժշտական դադարից վերադառնանք ու ավաղ ձեզ պետք է երաժշտանք։